Այսօր վրացի կադենտների հիշատակի օրն է, գրեթե մեկ դար առաջ նրանց զոհաբերությունն ու դիմադրությունը ռուսական բանակին Վրաստանի պատմության մեջ անկախության եւ ազատության համար պայքարի ամենացայտուն օրինակներից մեկն է։ Կոջորիում եւ Տաբախմելայում ռուսական 11-րդ բանակի հետ անհավասար բախումներն ավարտվեցին երկրի խորհրդայնականացմամբ, Վրաստանի դեմոկրատական հանրապետության կառավարության արտաքսմամբ եւ կոմունիստական կարգերի հաստատմամբ, չնայած ազգային բանակի կողքին կռվող Վրաստանի ռազմական ակադեմիայի ուսանողների անձնուրաց պայքարը, չնայած իրենց թվային գերազանցմամբ, բազմիցս ստիպեց թշնամուն հրաժարվել իրենց դիրքերից եւ նահանջել։ Վրաստանի կառավարության որոշման համաձայն մշտական կացության թույլտվություն չունեցող օտարերկրացիները չեն կարողանա աշխատանքի ընդունվել սուրհանդակային ծառայությունների, ուղևորափոխադրումների եւ զբոսաշրջիկներին ուղեկցորդի ծառայությունների մատուցման հետ կապված ուղղությամբ։ Մասնավորապես սուրհանդակային ծառայությունների հետ կապված աշխատանքային ձեռնարկատիրական գործունեության համար տարեկան քվոտը կազմում է 0։ Ուղևորների փոխադրման հետ կապված աշխատանքային ձեռնարկատիրական գործունեության համար տարեկան քվոտը կազմում է 0, զբոսաշրջային էքսկուրսիաների ծառայությունների մատուցման հետ կապված աշխատանքային ձեռնարկատիրական գործունեության համար տարեկան քվոտը կազմում է նույնպես 0, զբոսաշրջերին, լեռնային եւ դահուկային էքսկուրսիաների ծառայությունների մատուցման համար կապված աշխատանքային ձեռնարկատիրական գործունեության տարեկան քվոտը կազմում է 200, սյուն հավելվածի երկրորդ կետում նախատեսված քվոտները չեն տարածվում սյուն կանոնի 5-րդ հոդվածի առաջին կետի G ենթակետում նախատեսված դեպքերի վրա, որոշումը ուժի մեջ կմտնի 2026 թվականի մարտի 1-ից։ Աշխատանքային միգրացիայի մասին օրենքում կատարված փոփոխությունները քննարկվել են առողջապահության նախարարի եւ Վրաստանի խորհրդարանի անդամների կողմից։ Փոփոխությունների համաձայն օտարերկրյա քաղաքացին պետք է ստանա աշխատանքային գործունեության իրավունք օրինական աշխատանքի անցնելու համար, այդ թվում հեռակա կարգով։ Այս թույլտվությունները կտրամադրի զբոսաշրջության խթանման պետական գործակալությունը։ Գործընթացը ամբողջությամբ էլեկտրոնային է, գրանցման պորտալը հասանելի կլինի մարտի 1-ից։ Ժնևում ընթանում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանը, երկրների ղեկավարները կխոսեն աշխարհում մարդու իրավունքների եւ այս ուղղությամբ առկա մարտահրավերների մասին։ Նիստը բացել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ելույթ է ունեցել նաեւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ադամանին։ Մակա Բոճորիշվիլին նույնպես նախատեսել է անձնական հանդիպումներ Ֆոլկեր Թյուրքի հետ։ Քննարկվում է էկոնոմիկայի նախկին փոխնախարար Ռոմեո Միքաուտաձեի գործը, այսօրվա դատավարության ժամանակ հարցաքննվել են պաշտպանության կողմի վկաները, այդ թվում Միքաուտաձեի փաստաբանը։ Նրա խոսքով հարգանքի նշանով նա առաջարկել է օգնություն եւ տվել է 300,000 լարի, չնայած չգիտի թե ինչի համար է դա իրեն պետք։ Մեղադրող կողմը խոստովանել է ներկայացված 15 վկաներից մի քանիսի ներկայությունը։ Մեղադրյալ Ռոմեո Միքաուտաձեն, ով նույնպես անմեղ է ճանաչվել, ներկա է եղել դատավարությանը։ Մեղադրանքի կողմի պնդմամբ նա համակարգված կերպով չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, ինչը զուգորդվել է բացառիկ մեծ գումարի եկամուտ ստանալու հետ։ Սաբոտաժի գործով մեղադրվող 8 քաղաքական գործիչի դատավարություն ընթացքի մեջ է։ Դատավարությանը չեն մասնակցում մեղադրյալներ Մամուկա Խազարաձեն եւ Նիկա Մելյան, ինչպես նաեւ Էլեն Խոշտարյան։ Փաստաբանները խոսում են Թամար Մախարոբլիձեի ինքնաբացարձակը։ Նրանց հայտարարության համաձայն Մախարոբլիձեն չի կարողանա ստանալ օբյեկտիվ եւ անաչառ դատավճիռ։ Մեղադրյալները նույնպես միջնորդություն են ներկայացրել, սակայն դատավորը այն չի բավարարել։ Իլիայի համալսարանում տեղի ունեցած հանրահավաքը եւ կրթական բարեփոխումների հետ կանչելու պահանջը քաղաքական քննարկման առանցքայինում է։ Ուսանողներից մի քանիսը երթով անցել են համալսարանի մեկ շենքից մյուսը, որտեղ կարդացել են մանիֆեստ։ Ուսանողներն ու դասախոսները փաստաթուղթը հաստատել են իրենց ստորագրություններով։ Հաջորդ հանրահավաքը նախատեսված է մարտի 9-ին, որտեղ Իլիաունիի ուսանողները նույնպես սպասում են այլ համալսարանների ուսանողների։
Վարչապետը խոսեց Էստոնիայի դեսպանատան կողմից կրթական բարեփոխումների հետ կապված ձեռնարկած գործողությունների մասին լրագրողների հարցին ի պատասխան նա ասաց, որ անհավանական է, թե ինչու է անում դիվանագիտական առաքելությունը փորձելով քաղաքականացնել կրթական բարեփոխումները եւ աջակցել արմատական ընդդիմության օրակարգին։ Հիշեցնենք, որ Էստոնիայի դեսպանատունը հրապարակել է Իլիաունի ռեկտորի հետ արած լուսանկարը։ Մենք Իլիաունի կողքին ենք մակագրությամբ։ Ընթանում է Եվրոպայի կադետական սուսերամարտի առաջնությունը, մրցումների 4-րդ օրը սպորտի նախարարը հանդիպել է սուսերամարտիկների հետ եւ նրանց մաղթել հաջողություններ։ Եվրոպայի սուսերամարտի առաջնությունը կավարտվի այսօր թիմային մրցումներով։ Երիտասարդների շրջանում մայրցամաքային առաջնությունը կմեկնարկի փետրվարի 24-ին։ Վրաստանը Եվրոպայի առաջնությունում ունի 1 մեդալ, որը նվաճել է Գյորգի Ուրուշաձեն։ Մայրցամաքային մրցումներին մասնակցում է 40 երկրի ավելի քան 1100 մարզիկ։